Հայաստանի հասարակությունը ծերանում է, մտահոգիչ են վիճակագրական կոմիտեի տվյալները։ Նվազել է ծնելիությունն ու աճել մանկական մահացությունը։ 2025 թվականին մինչև 1 տարեկան 207 երեխա է մահացել։ Նախորդ 2024 թվականին մահվան դեպքերը 191 էին, աճը 8% է։ 207 դեպքը պետք է 207 քննարկում լիներ։ Եթե օրինակ հարցնենք այդ 200 դեպքի մեջ քանիսն են եղել դժբախտ պատահար, քանիսն են եղել բժշկական առողջապահական խնդիրներով, ապա անգամ այդ վիճակագրությունը չկա։ Կոնկրետ ես պաշտոնական հարցում եմ արել դեպքերի հետ կապված, համապատասխան տվյալներ չեմ ստացել։ Ողբերգական դեպքերին անդրադառնալով առողջապահության նախարարը կարևոր էր համարել նախևառած ծնողների զգոնությունը։ Պետք է տատիկ-պապիկների դեղերը հեռու պահել երեխաներից, ասել էր Ավանեսյանը։ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանի գնահատմամբ Ավանեսյանը փորձում է պատասխանատվությունը գցել ծնողների վրա, մինչդեռ պետք է անդրադառնա համակարգային խնդիրներին։ Ասում են, Արտաշատից ծնողը երեխային գրկած եկավ 3-րդ մակարդակի, օրինակ Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում դժբախտ պատահար երեխան մահացավ։ Իսկ ինչու է ծնողը գրկած ասել Սուրբ Աստվածամայր, քանի օղակ է այդտեղ թերացել։ Այս վերլուծությունները երբ որ չի արվում, մենք ունենում ենք դեպքերի կրկնություն եւ շարունակականություն։ Երեխայի մահվան յուրաքանչյուր դեպք պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի, պարզվի, արդյոք ուշացած է եղել բուժօգնությունը։ Գուցե առաջնային օղակն է թերացել կամ համակարգային այլ խնդիրներ կան։ Ցանկացած օղակում կարող են բացեր լինել, ընդունում է առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը։ Լիլիթ Ավետիսյանի խոսքով կարևոր է, որ բժիշկներն աշխատեն ծնողների հետ։ Խնդիր կարա լինի ցանկացած օղակում, բայց սկսում ենք ծնողներից։ Ծնողը այն առաջին օղակն է, որ ով երեխայի կողքին, ով կարող է գնահատել։ Եթե մենք չփորձենք սովորեցնել, հիշեցնել պարբերաբար այն ծնողավարման հմտությունների մասին, որոնք ստանում են տարբեր այցերի ընթացքում ծնողները, մենք կարող ենք չհասցնել կանխարգելելի դեպքերը։ Ավետիսյանը նկատում է, հաճախ ծնողները սխալվում են երեխաներին քնեցնելու, կերակրելու հարցերում։ Օրինակ պետք է պարկացնել երեխաներին մեջքի վրա, ուղիղ, չի կարելի փորիկի վրա պարկացնել, մենակ թողնել, երբ որ երեխան կողքի է պարկած, չի կարելի կողքի պարկացնել, ծածկոցներ օգտագործել, ցանկալի է քնապարկում երեխաներին քնացնել, հա։ Չի կարելի ցանկացած իր լինի մահճակալում, դրանք բոլորը կարող են լինել օտար մարմին երեխայի համար եւ նույնիսկ բերել հանկարծամահության։ Մասնագետներն ահազանգում են, մանկական հանկարծամահության աճի պատճառները կմնան չբացահայտված, իսկ դեպքերը կավելանան, եթե չկատարվի խորքային վերլուծություն, չգտնվեն համակարգային բացերը։ Լիլիթ Սարգսյան, Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան, Հենրիկ Համազասպյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։